Ինչու է ազգային ժողովը Եվրամիությանն անդամակցելու նախագիծ ընդունում, բայց կառավարությունը դրան անդամակցելու հայտ չի ներկայացնում։ Երևի ժամանակ է, պետք է այդ ներկայացնելու համար։ Կներկայացնի, չենք անհանգստանում։ Որտեվ կառավարությունը հակայ է պետությանը, ազգին։ Դրա համար չեն անում։ No comment։ Այդ որ իրանք բաց կասեն իրենց մտադրությունները, մենք էլ կիմանանք։ Գուշակություն որ արեցի, ինչ ավ դրանից փոխվելու։ Տեղյակ չեմ կներեք։ Ես մերրեմ թե բան եմ հասկանում այս երկրից։ Կամ մարդ որ բան է հասկանում, հասարակ մականացու քաղաքացին եմ հասկանում։ Ծանր է վիճակը շատ։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Անդամակցելու Չեմ կարող ասել։ Հերոստացից չեմ նայում։ Տեղյակ չեք, որ ԵՄ-ին Ընդհանրապես ոչ կարդում եմ, ոչ բան եմ անում, ինձ չի հետաքրքրում այդ թեման ընդհանրապես։ Եթե այսօրվա իրավիճակում երկրի իրավիճակը խոսքի նայում ես ինչ է կատարվում, ոչ ազգային ժողովն է իր աշխատանքները իրականացնում, ոչ երկրի ղեկավարությունն է իր պարտականությունները կատարում։ Դրանք պիտի ծառայեն ժողովրդին, դրանք մենակ ծառայում են իրենց շահերը, իրենց բարելավելու կյանքը։ Այս երկրում պիտի փոփոխություն լինի, որ ձեր տված հարցերի մենք կարողանանք նորմալ հիմնավորած պատասխանենք։ Այս ձևի գնալով այս երկրի, որ ասում է, ավելի ժողովուրդը ավելի մեծ կործանարար, ավելի մեծ ծանր հարցերի առաջ են կայնելու։ Այդ նույն ազգային ժողովն է, այդ նույն երկրի ղեկավարությունը 7 տարվա մեջ ինչ են արել, բացի կործանումից, բացի այս խայտառակ պարտությունից, որ ասում է, հայ լինել, հայ ապրելու համար ենք ամաչում արդեն մեր երկրի ղեկավար ունենալով կամ նմանատիպ ներկայացուցիչներ ունենալու համար։ Մենք կառավարություն չունենք, աղջիկ։ Մենք բացարձակ ոչ մի բան չունենք։ Այս ժողովուրդը լրիվ օթերում է ապրում։ Ոչ մի բանից տեղյակ չի, ոչ մի բանից խաբար չի, չգիտի ինչ անելու, վաղումից օր ինչ անելու չգիտենք։ Ժողովրդին ով է բանի տեղ տնում, որ ժողովուրդն էլ ինչ-որ կարծիք ունենա։ Ես կարծիք չունեմ։ Ես կարծիք ունեմ այսօրվա կառավարության ուրեմն հանդեպ, ունեմ կարծիք։ Կառավարություն մենք չունենք։ Երբ որ կառավարություն կունենանք մի օր, չգիտեմ այդ երբ ալնելու, այն ժամանակ ես իմ կարծիքը կայտնեմ, հիմի չունենք։ Հիմի անտեր ենք մենք։ Լրիվ անտեր ենք ու սպասում ենք, թե ով պետք է գա մեզ օգնի, մեզ չեն օգնելու։ Մենք մեր գլխի ճարը պետք է տենանք։ Մենք մեր հարցերը պետք է լուծենք, մենք ենք լուծելու մեր հարցը։ Դարերով մենք մեր հարցը եթե ուզել ենք լուծելու, լուծել ենք։ Ոչ մեկի վրան հույս չպետք է դնենք, ով է գալու, ֆրանսիացին է գալու, անգլիացին է գալու, ամերիկացին է գալու, ոչ մեկի, որտեղ նրանք խաբար չեն հայով է։ Կամ որ վեր են կենում հայտարարում են, ով է ճանաչում հային, չեն ճանաչում, ոչ մեր դարդու ցավը գիտեն, ոչ մենք մեր թորների ու երեխեքի դարդու ցավը պետք է իմանանք, ում վրան ենք հույս տրել, ում վրան, այդ խաղաղություն բան, այդ ծախսուտ բան, այտենց բան չի կարալնի, թուրքը մտածածին ուզում է Երևանի կենտրոնում տեղ ունենա, ապրի տեղ, ինչի մասին է խոսքը, այդ մարդուն ոնց է դու դավերը անում, որ գնաս ինչ-որ բանի տերել լնես, չկա այտենց հասկացողություն չկա, ես իմ սաղ կյանքը ապրել եմ, ստեղ կռիվոյում թուրք ընկերներ ունենք սովետի վաղ, այդ ծաղ եղել է, մեր գլխով անցել է, այդ ծաղ գիտենք, թուրքի վրան հույս դնել չի կարելի, մորթի բանը, մորթի ոնց ասեմ, ունակ ազգա, ուրիշ բան չգիտի, մենակ մորթ անի, այդ ծաղ կյանքում մորթ արեց, հիմել հլը հույսը դրել ենք, թե թուրքի հետ կարանք ընգերել ենք, չենք կարա, թուրքի դեմը պետք է զինված ըլնես ու պաշտպանես, ես մեկը կանգնեմ իմ թորանս համար կռիվ անեմ, իմ երեխեքի համար կռիվ անեմ, ով է գալու մեզ օգնի, ամերիկացին ով է որ գա մեզ օգնի, ինչ է գալու օգնի, չի գալու, ոչ մեկը չեն գալու, կարող է դենք ուղարկեն, չգիտեմ ինչ անեն, բայց մենք մեր վրա հույս պետք է դնենք, դռոնները մերը պետք է լինի, ոչ թե ուրիշինը։